Բժշկության մեջ ես, գիտության մեջ ես, բժշկագիտության մեջ ես։ Գենետիկ ինժեներիան արդեն նրան է հասել, որ նաև բուժում գոյություն ունի։ Ինչա տալիս պրենատալ շրջանում ցիստիկ ֆիբրոզի դիագնոստիկան։ Իհարկե, գիստերոսկոպիան դա միջամտությունը, որը արվում է ցուցումներով։ 5-րդ շաբաթում ամենահավանականը դա գենետիկ որևէ խնդիրն է։ Պրոստը պետք է բուժել ճիշտ ռեժիմով, Այսինքն առաջի սեքսից հետո ծով մտնել կարելի է։ առաջի գիշեր դեֆլորացիա արյունը այնտեղ պարտադիր մաս չի։ Հիմա արխային էդի թեմա չի։ Մաքսիմալ հետաձգում եմ ցանկացած վիրահատական միջամտություն։ Բիոպսիայի միջոցով ամորձուց վերցվում է սերմը, որպեսզի կնոջը հղիացնեն։ Ողջույն, նորից շաբաթ առավոտյան ժամը 12:35 քո հեռախոսի կամ լապտոպի կամ նույնիսկ հեռուստացույցի էկրանին եկավ notification, որ դու դիտում ես Յուպիտեր մոլորակից հարավ ընկած ամենագեղեցիկ եւ ազդեցիկ հայերեն լեզվով բժշկական հաղորդումը Medcast-ը եւ այսօրվա մեր հյուրը բրիտանացի գիտնական արդեն կոչված Instagram-ում հանրահայտ կանանց իրավունքների պաշտպան, ինչպես բացի իրավունքներից նաեւ դաշտանային ցիկլի պաշտպան Woman About Woman բլոգի հեղինակ Անի Գասպարյանը։ Բարև սիրելի Դավիթ, բարև բոլորին։ Չգիտեի, որ սիրելի Դավիթն եմ, բայց ոնց ասած, միակ սիրել Դավիթը։ Ան, դու վերջի մի տարին ապրում ես Բրիտանիայում։ Այո։ Ես չեմ սիրում Անգլիա բառը, որովհետև թագավորության մասին ենք խոսում, դու ապրում ես Մեծ Բրիտանիայում, այնտեղ բժշկության մեջ ես, գիտության մեջ ես, բժշկագիտության մեջ ես, այսպես կարելի ասել։ Ինչ ես ուսումնասիրում կարճ մի քանի բառով, ինչ ես ուսումնասիրում Անգլիայում։ Ես անում եմ իմ երկրորդ մաստերսը, որը ռեպրոդուկտիվ գենետիկայի եւ fetal medicine, չգիտեմ ոնց թարգմանեմ։ Fetal բժշկություն։ Fetal բժշկության վերաբերյալ է, այսինքն ուսումնասիրում եմ սկսած էմբրիոլոգիայից մինչեւ գենետիկական խնդիրները, անալիզները եւ հնարավոր բուժումները։ Մի քիչ առաջ Տիկին Քարոնցի հետ էինք նկարում մեր ոդկասթը ու դալիճից հարց հնչեց պրենատալ թեստինգի մասին, դա ունի Պատաուի Էդվարդսի համախտանիշի ախտորոշման, non-invasive prenatal testing-ի, non-invasive prenatal diagnostic-այի, ամնիոցենտեզի մասին, կարճ խնդրում եմ ներկայացրու մեր հյուրը հələ դահլիճում է, ուզում է լսի դրա մասին ամեն ինչ։ Սիրով։ Հիմա տենդենսները մի քիչ փոխվել են, բոլորս էլ հասկանում ենք, հա, մենք փորձում ենք գնանք ամեն ինչ non-invasive-ի։ Սկզբից ստեղծվեց NIPT-ին, ինչի մասին մենք խոսում ենք, որը հիմա հնարավոր է կատարել Հայաստանում, բայց հիմա ավելի փորձում ենք մեր ուշադրությունը հիմնենք NIPD-ի վրա, այսինքն տարբերությունը այն է, որ NIPT-ն դա տեստավորում է, ինքը վերջնական դիագնոզ չի դեռ որ տալիս է մոտավորապես 97-98% հավանականությամբ պատասխան, բայց NIPD-ն արդեն դիագնոստիկ տեստ է, այսինքն իր վրա կարելի է հիմնավորվել։ Եվ Անգլիայում օրինակ իրան արդեն օգտագործում են օրինակ պրենատալ ցիստիկ ֆիբրոզի կամ Rett սինդրոմի դիագնոստիկայի դեպքում կատարվում է եւ միանգամից հաստատվում է կա պտղի մոտ դա թե չէ։ Ցիստիկ ֆիբրոզը մուկովիսցիդոզ կոչվող հիվանդությունն է, շատ բարդ ծանր ընթացքով հիվանդություն է, բայց ինչա տալիս պրենատալ շրջանում ցիստիկ ֆիբրոզի դիագնոստիկան։ Որովհետև կան ծնողներ, որոնք հրաժարվում են ծննդաբերել այդ պարագայում եւ գնում են ընդհատման։ Կամ դեպքեր կա, որ ուղղակի ինֆորմացվում է ծնողը եւ հոգեբանորեն պատրաստվում է, որովհետև այդ ծրագիրը այնտեղ շատ լուրջ է դրված, հա, հոգեբանական պատրաստումը ծնողների նման գենետիկ խնդրով եւ նրանք արդեն պատրաստվում են եւ ֆինանսապես եւ հոգեպես եւ որոշում են կայացնում ուզում են ծննդաբերեն թե ոչ եւ որոշ գենետիկ խնդիրների դեպքում հիվանդությունների նաեւ արդեն Անգլիայում աշխատում է գենետիկ ինժեներիան արդեն նրան է հասել որ նաեւ բուժում գոյություն ունի նույն երեք է դուրս եկել Nature Journal-ում, չգիտեմ, տեսել ես թե չէ, CRISPR մեթոդիկայով առաջի բուժումը։ CRISPR մեթոդիկան ո՞նց եք դուք ձեր հեռախոսները, նկարները, վիդեոները ռեդակտանում, CapCut-ով կամ չգիտեմ ուրիշ ծրագրերով, PixArt-ով եւ այլն, դե պատկերացրեք նմանատիպ բուժական մեթոդ է, երբ որ ձեր գեներն են կարում ռեդակտանեն, կտրեն, կարճացնեն, երկարացնեն, ավելացնեն, պակասացնեն։ CRISPR մեթոդիկան թույլ է տալիս շատ մահացու հիվանդություններից ուղղակի
ազատվել, թանկ մեթոդիկա է, դեռ մեր թորները դրան լավ վիճակում կհանդիպեն։ Ինձ թվում է մեր երեխաներն էլ շուտով դա արդեն մեզ համար հասանելի կլինի, որտեղ ասում եմ, եթե արդեն Անգլիան ընդունել է դա որպես մեթոդ բուժման որոշ խնդիրների դեպքում, շուտով մենք էլ դա կունենանք։ Անգլոսաքսոնները նորից ամեն ինչում առաջ են ընկնում։ Իսկ հնարավոր է, որ օրինակ պրենատալ թեստինգ անել, հասկանալ, որ ապագա երեխան Աստոն Վիլայի երկրպագու է, չթողել։ Կամ ասենք դպրոց չթողել գնաց։ Ինձ թվում է սենց շարունակվի ամեն ինչ էլ հնարավոր կլինի։ Այս երեխան նախ Աստոն Վիլա է սիրելու կամ Տոտենհեմ։ Չլավ ոսկ էլ մի անգամ ապրել ու լինել Տոտենհեմի երկրպագու, բայց լավ։ Շարունակենք։ Դու մի արի Անգլիա Դավիթ, դու մի արի։ Այդ չնայած մի հատ ուրիշ տեղ կարելի է կիրառել, բայց լավ։ Այսինքն մենք պրենատալ ցիստիկ ֆիբրոզը, բայց ունի գենային մուտացիաներ։ Օրինակ տղամարդկանց մոտ ցիստիկ ֆիբրոզի հանդիպելու դեպքում մուկովիսցիդոզի մենք ունենում ենք, որ ոչ մի կլինիկա չունի, բացի անպատղությունից։ Հնարավոր է կանանց մոտ էլ է լինում տենց։ Նո մենք տղամարդկանց մասն ենք խոսում, բայց լավ, կանանց մոտ էլ է լինում։ Սկսվեց միշտ իմ ու Դավիթի քննարկումները սենց էին, տղամարդկանց է առաջ տանում, ես կանանց։ Հնարավոր է, որ մենք ունենանք օրինակ այստեղ հրաժարում երեխայից, օրինակ իմանալը, որ SFTR գենի 1 կամ 2 մուտացիա ենք հայտնաբերել, որը երեխան հետագայում կարողանա ապրի, այստեղ sense դիլեմաներ են, էլի կա, այսինքն ինքը չունենա դա կլասիկ մուկովիսցիդոզ։ Մուկովիսցիդոզի ժամանակ արտադրվում է մեծ քանակությամբ լորձ, թոքերում, բրոնխներում, շնչառական այլ ուղիներում ախտարվում են երիկամներ, լյարդ եւ բոլոր համակարգերը ու բավական ծանր ընթացք ունի, որովհետեւ այդ երեխեքը չունեն այդ գենը, որը անդադ պետքա լուծի այդ մաքրի այդ համակարգը։ Այստեղ ձեր հարցին պատասխանելու համար, անցա դուք էլի լուրջ թեմա եմ քննարկում։ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, որ մուկովիսցիդոզը ունի շատ տարբեր տեսակներ եւ տարբեր գենետիկ մուտացիաներ, եւ կախված նրանից թե որն է հայտնաբերվում, կարելի է արդեն ինչ-որ prediction-ներ տալ, այսինքն հասկանալ, հա, ինչքանով ծանր է լինելու։ Եվ երկրորդը մենք պետք է հասկանանք, որ cystic fibrosis-ը ինքը ռեցեսիվ գեն է, այսինքն բոլոր այն ազգերի մոտ, որոնց մոտ ամուսնությունները ցեղում ընտանիքում հաճախ են լինում, հավանականությունը cystic fibrosis-ի հայտնվելու ինչ որտեղ մեծանում է։ Եվ այստեղ իհարկե շատ կարևոր է լավ իմանալ անամնեզը, լավ հասկանալ որ ազգից է մարդը, հա, արդյոք են տեղամուսնություններ կան ընտանիքում թե ոչ։ Եվ այս ամեն ինչը օգնում է արդեն counseling-ի ժամանակ, երբ որ դու խորհրդատվություն ես տալիս ապագա ծնողներին, հասկանալու արդյոք իրանք կանդիդատ են նման անալիզների, նույն NIPD-ի եւ այլն։ Այստեղ հա հետաքրքիր մի բան էլ ավելացնեմ, որ այս արդեն, չգիտեմ դահլիճի մարդկանց ինչքան հետաքրքիր է, բայց հեռուստադիտողներին, եթե SFTR գենի թեկուզ հետերոզիգոտ մի հատ պոլիմորֆիզմ է հայտնաբերվում, միշտ խորհուրդ եմ տալի կնոջը նույնպես ստուգվել, որովհետեւ թեկուզ X-ի մեթոդով իրանք վաղը միսօր երեխա ունեցան, երեխայի մոտ մուկովիսցիդոզի ռիսկը, որ երկու ծնողից է ինքը ժառանգելու գեները հնարավոր, բավական բարձր է, ծնողներին խորհրդատրվում արդեն PGD թերապիան։ Մենք չենք սովորական մահկանացուներ։ Սովորական մահկանացուներ, իջնեմ, նայեք, երբ որ տղամարդը ունենում է այդ գենի մուտացիան, բացի այդ նշած խնդիրներից շնչառական, երիկամային եւ այլ համակարգի հետ, սերմը, որ ուղիներով որ դուրս է գալիս սերմնատար, իրանք փակ են։ Տղամարդը ունի սերմ, որը արտադրում է իր ամորձիները, ճանապարհները փակ են։ Հիմնական մեթոդով բիոպսիայի միջոցով ամորձուց վերցվում է սերմը, որպեսզի կնոջը հղիացնեն։ Բայց եթե տղամարդը ունի ցիստիկ ֆիբրոզի գոնե մի հատ գեն, պետքա մորը անպայման այդ ձվաբջիջը, որով պետքա երեխան ծնվի, ստուգվի, որովհետև 1+1 երկուսը չունեն հիվանդություն։ Շատ հնարավոր է սերնդի մոտ արտահայտվի հենց այն ամենակլասիկ ձևով հիվանդությունը։ Դրա համար կա PGD կամ պրեիմպլանտացիոն դիագնոստիկա կոչվածը, երբ որ այդ թեստավորումից առաջ հասկանում են, այս գենը պապայից է, այս գենը մամայից է, եկեք այս գենը կտրենք ստեղից, այս գենը ստեղից վերցնենք, այմա առողջ էմբրիոն կստանանք ու առողջ։ Հա, բժշկությունը այդքան զարգացել է։ Մի քիչ առաջ խոսացինք Դաունի համախտանիշից, աշխարհում արդեն կան մոտ 100-ին մոտ Դաունի համախտանիշով մարդիկ, ովքեր ունեն սեփական երեխաները, առողջ։ Ու էդի պրենատալ դիագնոստիկայի, գենետիկայի առաջ խաղացումն է, ու ես այդտեղ սիրում եմ ասել, մենք սկսել ենք հաղթել բնությանը։ Դից ինչ որ շատ մարդիկ էդի ծանր կտանեմ, բայց դե
Չէ, ես համարում եմ, որ դեռ մենք պայքարի մեջ ենք, դեռ լիքը գործ ունենք անելու մանավանդ մեր մոտ, մի հատ ջրհեղեղ ու ինքը կգրի։ Այո։ Լավ, գնանք lights գինեկոլոգիչսկի թեմաներից խոսալու մի քիչ առաջ, երբ որ մենք դուրսը մաքուր օդ էինք շնչում, մինչև մեր երկրորդ մասը սկսել է, իմ մոտ հարց առաջացավ, որ ծննդահղիություն պլանավորելուց առաջ բժիշկներ կան, որ ոնց ասեմ, 10 հիվանդից 8 կնոջը անցկացնեն հիստերոսկոպիա։ Խնդրում եմ, ասա իմաստ կա այդքան հիստերոսկոպիա անցկացնելու, ինչ է հիստերոսկոպիան, ով գիտի, թող ձեռք բարձրացնի։ Հա, անցածներն են։ Հիստերոսկոպիան ինչը արգանդի զննությունն է օպտիկական էնդոսկոպիկ սարքավորումներով։ 10 հիվանդ, 10 անպտղությամբ տառապող դժա անպտղությամբ տառապող չէ, պլանավորող հղիություն։ Կին ասում է հղիանալ եմ ուզում, սեքսով զբաղվելու փոխարեն ասում են դարի հիստերոսկոպիա անենք։ Ինձ բացատրի իմաստ կա այդքան հիստերոսկոպիաներու ինքը թեթևացնելու է ծննդաբերությունը վաղամիսօր թե չէ։ Այո։ Ես իսրտե չեմ լսել նման кейս, բայց վստահ եմ, որ լինում է, որ անպտղությամբ պացիենտին կամ պացիենտին, որը ունի բացարձակ ցուցում անեն հիստերոսկոպիա, բայց իհարկե հիստերոսկոպիան դա միջամտություն է, որը արվում է ցուցումներով։ Այդ ցուցումներից կարա լինի նույն ՈՒԶՀ-ի ժամանակ պոլիպ, կարա լինի անպտղությունը անհասկանալի պատճառներով, կարա լինի կպումների կասկածը եւ կպումների հեռացումը, հա, որպես հիստերոսկոպիայի պատճառ, կարա լինի երկեղջյուր արգանդ, որը ուզում են հասկանան ինչքան են չափսերը, ինչքանով հնարավոր է իրեն հիստերոսկոպիայով վիրահատել եւ այլն, բայց ուղղակի դիագնոստիկայի առումով դա արվում է միայն չբացառվող անպտղությունների պարագայում, երբ որ ուզում են հասկանան ինչ որ բան կարող է բաց են թողել, թե չէ։ Իսկ ինչ պետք է տենաս, որ հասկանաս բաց ես թողել, ինչը քեզ օրինակ չի տալու։ Ինչն է քեզ անհասկանալի, որ չի կարա տա ներհեշտոցային սոնոգրաֆիկ հետազոտություն։ Լիքը բան ներհեշտոցային չի կարա տա։ Կարա լինի, չգիտեմ, MPC սեպտա, որը չի երևում ուզիով եւ հետո դու մտնում ես, տեսնում ես, կամ ծավալը հենց արգանդի խոռոչի ուզիով այդքան լավ դու չես տեսնում, երբ որ դու արդեն լայնացնում ես իրան եւ հեղուկով մտնում ես հիստերոսկոպիայի ժամանակ, արդեն ավելի լավ վիզուալիզացիա ես ունենում։ Հասկացա, իսկ դիագնոստիկ նպատակով կարելի է հիստերոսկոպիան անցկացնել։ Այսինքն, այո։ Եթե ունենք անհասկանալի գենեզի անպտղություն։ Okay. Իհարկե դրա հետ միասին մինչև դա լիքը բաներ կա անելու անպտղության։ Մեր հաղորդման գործընկերն է Bonfarm դեղագործական ընկերությունը, ով շուկայում ներկայանում է բարձր որակի եւ տարբեր տեսակի բիոակտիվ հավելումներով, սկսած վիտամին D-ից, մագնեզիումից, օմեգայից վերջացրած բարդ մուլտիվիտամինային կոմպլեքսներով, որոնք կարող են օգնել կազդուրել, ամրացնել ձեր առողջությունը։ Իդեպ, գրելով իրենց Instagram-յան էջին, որը դուք տեսնում եք էկրանին կամ զանգարելով նշված հեռախոսահամարով, կարող եք կիրառել Doctor's Room պրոմոկոդը եւ ստանալ հաճելի անակնկալներ ու շոշափելի զեղչեր։ Առողջ եղեք։ Միած sense հարց, իմ մոտ տղամարդը գալիս է, ասում է, ուզում ենք հղիություն պլանավորենք, ինչ եմ ստուգում, սպերմոգրամա, ինֆեկցիաներ։ Կինը ինչ պետք է ստուգի։ Ոյ։ Կնոջինը թանկը, հəլի։ Չէ, եկեք հասկանանք մի բան։ Ամեն կին ինքը առանձին անձնավորություն է եւ ես հիմա sense օթի մեջ չեմ կարող ասեմ, դա կախված է իր տարիքից, կախված է իր անամնեզից, կախված է ինքը խնդիր ունի թե չէ։ Տոբիշ 28 տարեկան մի սեռական պարտներ ունեցող, որը ամուսինն հետ մի առաջին անգամ սեքս եղել է Եգիպտոսի Ալբատրոս հյուրանոցում հարսանեկան հաջորդ օրը եկել է կոմոդ, ասում է հղիություն եմ պլանավորում, all inclusive է եղել հյուրանոցը, ինչ ենք ստուգում։ Էլի ինֆեկցիաները, ուզի Եթե կա ինչ-որ գանգատ մենստրացիայի հետ կապված, այսինքն կանոնավոր չի եւ այլն, կարելի է նաեւ այդ հարցերով զբաղվել, բայց ավելորդ ինչ-որ ուրիշ բաներ, երբ որ ինքը պրոստը եկել է պլանավորելու, չի եկել են խնդրով, որ չենք կարողանում հղիանալ։ Ես չեմ սիրում ավելորդ բաներ անել, որովհետեւ չկա ապացուցողական բժշկության մեջ գրված ինչ-որ բան, որ պետք է պարտադիր այսպես ցանկանել։ Մենք նույնիսկ այս վերջերս շատ մի հատ հետաքրքիր լեկցիա ունեցանք ցիտոմեգալովիրուսի վերաբերյալ եւ ես իմացա, որ իրանք նույնիսկ 2 անգամ վիժող կնոջը մեկը չեն վերցնում ցիտոմեգալովիրուսի ու տորչ անալիզները։ Կստացի այստեղ շատ հետաքրքիր մի հատ բան եմ ուզում ասեմ, մենակ Հայաստանում է ինձ թվում է, որ առաջի վիժումից հետո զույգը գալիս է այսենց
անալիզների փաթեթով, որովհետև նույն Ամերիկայում, նույն եվրոպական երկրներում երկրորդ, երրորդ վիժումը նոր մի հատ սիգնալ է, որ պետքա ստուգել, որովհետև կինը տղամարդ վախեցած գալիս են ասում է բժիշկ ջան 5-րդ շաբաթում վիժում եղավ կնոջս սա ստուգել են կարող է խնդիրն իմ մոտ է ասում եմ դե 5-րդ շաբաթում ամենահավանականը դա գենետիկ որևէ խնդիրն է որը ոչ քեզնից է ոչ կնոջից է տալ բնությունը նենց արել որ կոնկրետ այս պարագայում այս մի հղիությունը ձեր մոտ ավարտվել է շուտ ավարտվել որովհետև եղել է ինչ որ խնդիր որովհետև 40-ից 50% վիժումները առաջի տրիմեստրում դա գենետիկ խնդիրներ է ու կապ չունի ոչ մամայի հետ ոչ պապայի հետ էլի փորձեք բայց այդ անալիզները ստուգելուց հետո հայտնաբերվում է մի հատ չեմ ուզում այդ անտերը շատ ծեծված է ուրիոպլազմա որը պետքա այդ մեր սիրած թեման է ինչի 44 ամիս պետքա իրան բուժել հետո 52 ամիս չթողել ամենաաբսուրդ բանը երբ որ մարդկանց մոտ անպտղություն են բուժում բայց ասում են սեքսով չզբաղվեք այդ իմ ամենասիրած թեմաներից մեկն է Հայաստան մի տարի հանկարծ իմ ամենասիրած թեմաներից մեկն է այդեն մեկ չէ անի այդ նույն վայբի մեջ ենք ասա այդ առումով կինո տղամարդը գալիս են ասում անպտղություն ունենք ասում վերջի անգամ սեռական կապ եղել ասում դե կնոջս բժիշկը չի թողում հարաբերություն ունենք 5-րդ ամիսն է այդտեղ անպտղություն չի այդտեղ ես ուրիշ տերմին եմ ուզում օգտագործեմ պրոստը էլի ու հասկանում ես որ կնոջ մոտ բուժում են ինչ-որ չերևացող ինֆեկցիա չէ ամենահետաքրքիրը ինչն է ուրեապլազման լինում է դեպքեր երբ որ իրան պետք է բուժել հա բայց 25% դեպքերում չի լինում այո 25% դեպքերում բերում է տղամարդու անպտղության, բայց անպտղության ոչ թե վիժումների, հա, մենք պրոստը պետք է անպայման դա անընդհատ նշենք, որպեսզի չմտածեն մարդիկ, որ միշտ պետք է իրան չբուժել, չէ, կան кейսեր, որ իրան պետք է բուժել։ Պրոստը պետք է բուժել ճիշտ ռեժիմով, երկուսին էլ եւ այլն։ Այստեղ այդ բանն եմ ուզում շեշտեմ, այստեղ Անուշն է նստած, Անուշ ջան, պրիվետ, Անուշը Հայաստանի ամենամեծ խմբերից մեկի ղեկավարն է, ովքեր զբաղվում են արտամարմնային բեղմնավորմամբ, ու Անուշի խմբում շատ է հանդիպում այդ кейսերը, երբ որ գինեկոլոգը կամ ուրոլոգն ասում են, այս դեղերը խմի, երեխա չեք ունենում, բայց սեքսով զբաղվեք, ու խնդալս գալիս է, որովհետեւ միամիտ չղյանան էլի մի այդ բուժումները օգնեն էլի որովհետև անպտղության եթե զրոյական սերմ չկա կամ կինը ունի մի հատ թեկուզ կներես 1000 անգամ թողներեն բոլոր կանեք տրամվիտակ ընկած ձվաբջիջ հղիությունը հնարավոր է եթե մենք շարժվենք այն լոգիկայով որ սնկային հիվանդությունները չգիտեմ կանձիդաները բերում են անպտղության մենք կունենայինք մի իրավիճակ որ հին Եգիպտոցից էսկո մարդկությունը չպետք է զարգանար որովհետև այդ ժամանակ առանց դիագնոստիկա էլ թե սնկային հիվանդություններ են եղել թե եղել են ինֆեկցիոն ախտահարումներ եւ այլն բայց մեր օրգանիզմն ու մեր բնական ռեպրոդուկտիվ սիստեմն ավելի ուժեղ է քան բոլոր այդ խոչընդոտները բայց ես ուզում եմ մի քիչ պատտեմ այս խոսակցությունը ու ես քեզ հարց տամ կարելի է Վերջի հետազոտությունները վստահ եմ տեսել ես Ավստրալիայում տպագրված Գարներելայի վերաբերյալ Ես կենգուրուների չեմ Գարներելայի վերաբերյալ որ ուզում են հիմա ու Անգլիան ինչ որ քայլեր անում իրան վերածել որպես STI-ների խմբի մեջ ինֆեկցիա Ոնց ես վերաբերվում դրան Միշտ ասել ենք ու կասենք Գարներելը միշտ հայտնաբերվում է STI պետքա դիտարկել իրան այն ժամանակ ու դիտարկվում է այն ժամանակ մի քիչ բժշկի կողմից ով որ բացի անալիզ նայելուց նաև անալիզ վերլուծել է գալի երբ որ տղամարդը կամ կինը գալիս ասում է դե կինս կա հարևանն է կա այն դեմի շենքի արուսի հետ էլ ու բան այդ պարագայում դու հասկանում ես մարդ ունի 4-5 սեռական պարտներ ու պարզա որ Գարներելն ինչ որ մեկից է ու դա STI է իսկ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա է այսինքն ինքը փոխանցվել է սեքսի ժամանակ բայց եթե հայտնաբերվում է ինքը այն պարագայում երբ որ կոնտակտային զույգը մի զույգ է ու իրար մեջ փոխանցում են բորբոքային process չկա ու իրանք անընդհատ ամիսներով դա բուժվում են դա չի կարելի դիտարկել որպես դա կդիտարկել Այսինքն դու կողմ չես որ պետք է ամուսնուն էլ բուժել Չէ ես կողմ եմ Կողմ ես Կողմ եմ Որտեվ կան ուրոլոգներ
Այս վերջերս как раз տենց Քեզնից է գալիս, ձեզնից է գալիս։ Այնքան այս ժամանակակից բժիշկներով այնքան մոդակցիկ ես բուժում ենք, ես չեմ մարդիկ վիդեոներ նայ, գիրք չեն կարդացել, շարունակում են բուժել։ Գինեկոլոգներն են դեղը նշանակում ամուսին։ Ոչինչ, թող նշանակեն։ Իրանք էլ կանանց են նշանակում, հանկարծ չնեղվի։ Ես երբեք։ Կարող է դու չէ։ Ես Բայց քո երբեք։ գոլեգաները Ես իմ հիպոթեկը կարող եմ փակեմ։ Բայց ձեր գոլեգաները հաստատ։ Դե միանշանակ դե գիտես հարցի մյուս կողմն է, որովհետև չէ, вообще հարցի մյուս կողմը սխալ է, սխալ տեսանկյուն է, սխալ մոտեցում է, որովհետև մեկ-մեկ դու տենում ես սխեմաներ, որ համապատասխան չի տվյալ մարդուն, համապատասխան չի տվյալ օրգանիզմին, ու դիտարկել իրան որպես մասսայի կտոր, դա մի տեսակ ուրիշ է։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Ալբատրոս հյուրանոց, առաջի ամուսնական գիշեր, Երևանյան ռեստորաններից մեկը, գնացել են հերանց տուն, այդ գիշեր սեքս չի եղել, հետո գնացել են Եգիպտոս, առաջի սեքս, դեֆլորացիա, արյուն, այդ աղջիկը կարա ծով գնալ լողանալուց, չէ, որովհետև հետո գալիս են ուրոլոգի մոտ, ոչ բոլորը, մոտ մի քանի տոկոս երևի բժիշկ ջան առաջի սեքսից հետո գնացի ծով վարակվեցի ու ցիստիտ ունեմ, ու նմանատիպ խնդիրներ, կարա մարդը առաջի սեքսից հետո կարմիր ծով մտնի ու կարա առհասարակ կա ծով, որը կարա չմտնի։ Եկեք ես փորձեմ հումորով չպատասխանեմ այս հարցին։ Առաջի հերթին անպայման ուզում եմ մի հատ փոքր ռիմարկ անեմ Դավիթի ասացին, երբ որ ինքը ասում էր առաջի գիշեր դեֆլորացիա արյունը այնտեղ պարտադիր մաս չի, կարա լինի դեֆլորացիա, այսինքն առաջի սեռական հարաբերություն, բայց արյուն չլինի։ Ուզում եմ դա հիշեցնեմ մեկ անգամ եւս, որպեսզի տներ չքանդվի մեր հաղորդումից հետո։ Եվ երկրորդ։ Հիմա արխայնետի թեմա չի։ Թեմա է։ Թեմա է։ Դու ուրոլոգ ես, ես գինեկոլոգ եմ։ Թեմա է։ Լավ, իսկ հետո։ Եվ երկրորդը։ Ինչ վերաբերվում է նրան, որ ծով չի կարելի մտնել կամ բասեին չի կարելի մտնել, նման բան իհարկե չկա, եւ եթե ձեր մոտ լինում է ցիստիտ, դա լինում է նրա պատճառով, որ գոյություն ունի մեղրամսի ցիստիտ, իսկ դա կբացատրի արդեն Դավիթը։ Դե մեր հաղորդումներից ընթացքում կբացատրենք մեղրամսի ցիստիտի, պոստկոիտալ ցիստիտի մասին, այսինքն առաջի սեքսից հետո ծով մտնել կարելի է։ Եթե ոչ մի խնդիր չկա, ոչ մի ցավ չկա, ոչ մի վերք չկա, ոչ մի անհանգստություն չկա, իհարկե կարելի է, ինչի՞ չի կարելի։ Երկրորդ հարցը, որ ինձ Instagram-ում ինձ թվում է քեզ են շատ գրում, առաջի սեքսից հետո ինչա լինում, հա, ասենց բացատրեմ, հետո տերմինն ասեմ։ Սեքսն ես բացատրելու։ Մտերեմ գիշերը լույսերը անջետ։ Առաջի սեռական ակտից հետո կանանց մոտ ինչ շատ են գրում Բարտոլինյան գեղձի բորբոքման մասին։ Մարդիկ Եգիպտոսում են, ինչ անեն այդ ընթացքում, գինեկոլոգ չկա, փողերը տված է, ինչ պետք է անեն այդ ընթացքում։ Ինձ թվում է, все-таки այստեղ էլի կախված է նրանից, թե ինչ աստիճանի բորբոքում է, հա։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ բարտալինիտը ինքը կարող է վտանգավոր լինի բավականին, որովհետև այդտեղ թարախային բորբոքային process է։ Եվ ես կուզեի ամեն դեպքում հիշացնեի բոլոր մարդկանց, որոնց մոտ նմանատիպ սիտուացիա է լինում, այսինքն եթե բարտալինիտ է լինում, ինքը կարող է վտանգավոր լինի։ Դրա համար շատ կարևոր է կամ գնալ emergency, ես տենց եմ համարում ու չեմ կարծում, որ կարելի է
այստեղից այնտեղ ինչ որ տեղում բուժում նշանակել, որովհետև դու սիտուացիան չես կարողանում տեսնես եւ գնահատես ճիշտ եւ կարող է ինչ որ բան բաց թողես, քեզ թվա որ ինչ որ առաջնային թեթև տենց բորբոքային վիճակ է, բայց հետո պարզվի որ հարցը լուրջ է։ Դրա համար ես միշտ sense հարցերին պատասխանում եմ հետեւյալ կերպ. գնալ բժշկի։ Իսկ ինչ անել, որ այդ գեղձը առաջի սեռական ակտի ժամանակ չբորբոքվի։ Բայց ով է ասել, որ ինքան պետք է բորբոքվի։ Ինձ տենց են գրում, ես ասում եմ գինեկոլոգի դիմեք, հարցը մոտս որպես user առաջացել, ոչ թե որպես բժիշկ։ Հասկացա, չէ, ինքը տենց ինչ որ հաճախակի երևույթ չի, որ ինքը բորբոքվում է եւ վստահ դա ընդհանրապես կապ չունի առաջի սեռական ակտի հետ։ Ինքը բորբոքվում է, որովհետեւ այնտեղ բորբոքում է եղել ուրիշ խնդրից, որովհետեւ ծորանն է փակվում եւ այլն։ Այսինքն դա ընդհանրապես սեռական ակտի հետ կապ չունի։ Okay, շարունակենք մեր հետաքրքիր զրույցը, հետաքրքիր է, թե չէ։ Եգիպտոսից հետ ենք գալիս, թե դեռ մնանք Եգիպտոսում։ Եգիպտոսից զույգը հետ եկավ։ Ահա։ Եկավ, գնացին կիսուրենց տունը, աղջիկը սկսեց լարվել սեռական հարաբերություններից, կողքի մի սենյակը կիսուրն է, այն մի սենյակը կեսրարն է, այն մի սենյակում աներձակն է, չնայած աղջիկերը աներձակ չեն ունենում, չէ՞։ Տալն է, տեքրն է եւ այլն, ու իր մոտ սկսում է զարգանալ վախ կամ ամաչկոտություն սեռական ակտից։ Ոնց դա պետքա հաղթահարի, դա կարելի է դիտարկել որպես հոգեբանական խնդիր, թե կա դրան օրինակ օրգանական որևէ լուծում, ու ինչ ռիսկեր է իր մեջ պարունակում, ընդհանուր կարա զարգանա վագինիզմ եւ այլ նմանատիպ խնդիրներ։ Առաջի հերթին ես կուզեմ նշել մի բան։ Իմ համար շատ կարևոր է որ կանայք հասկանան, մանավանդ երբ որ նոր են սկսում սեռական կյանքը վարել, այստեղ հումորները դնենք մի կողմ, սա իմ համար շատ կարևոր ու ցավոտ տեղ է, որովհետև երբեմն հայ աղջիկները, հայ կանայք այնքան քիչ գիտելիք ունեն իրանց սեռական օրգանների, սեռական առողջության եւ ընդհանրապես ինչ է սեռական հարաբերությունները եւ ոնց է դրան պետք վերաբերվել, նույնիսկ վերաբերմունքը, որ գալիս են այն նմանատիպ խնդիրներ, ոնց որ դու նկարագրեցիր։ Առաջի հերթին շատ կարևոր է, որ կինը հասկանա, որ ինչքան էլ ինքը գնացել է մեղրամիս, եթե ինքը ունի առաջի սեռական ակտից հետո ինչ որ դիսկոմֆորտ, դա լրիվ նորմալ է ասել պարտներին, որ իրան պետք է 1, 2 կամ 3 օր հանգստանալ, ուշքի գալ, այսպես ասած, եւ նրանից հետո նոր փորձել։ Այդ առաջի հերթին։ Երկրորդ հերթին քո նկարագրած սիտուացիայում նույնիսկ ես, ով որ ունի երեխա, կունենայի նման սիմպտոմներ, այսինքն չէի ուզենա ընդհանրապես սեռական կյանքով ապրեի, հա։ Դրա համար այստեղ պետք է հասկանալ, որ հա, նման սիտուացիան կարա պսիխոլոգիայի վրա մարդու ազդի, որովհետև ամաչումը, նոր է այդ ամեն ինչը, թե դա կարա բերի վագինիզմի, թե ոչ, դա արդեն սեքսոլոգի հարց է, որովհետև դա իմ մասնագիտականը չի, ես իրավասու չեմ պատասխանեմ, բայց օրգանական խնդիրները չեմ կարծում, որ դրանից կարա լինի։ Այսինքն, բայց նմանատիպ խնդիրների դեպքում հենց եթե մարդիկ զգում են, պետք է արդեն դիմեն սեքսոպաթոլոգի։ Անպայման, եթե կա ինչ-որ խնդիր, առաջնահերթ, եթե օրինակ ցավեր են լինում եւ այլն, առաջնահերթ պետք է դիմել գինեկոլոգի, որպեսզի ցանկացած օրգանական պատճառը ժխտել։ Դրանից հետո եթե գինեկոլոգը ասում է, որ չկա ոչ մի օրգանական պատճառ ցավի եւ դիսկոմֆորտի, անպայման ինքը ուղղորդվում է սեքսոլոգի մոտ։ Մինչև որ տարիքն են խորհուրդ տալիս, նայ, հիմա դու ֆեմինիզմի անջատի մեջից ես։ Մատ անջատի 3-2։ Այս չի լինում։ Ահա, մինչև որ տարիքը դու խորհուրդ կտաս հղիանալ, եթե կինը ունի ընտրության հնարավորություն հղիանալ, տոբիշ մի հատ կինը 19 տարեկան ու մինչև 40 տարեկան ունի հղիանալու հավանականություն, որ տարին ուզենա կարա հղիանա, անպտղություն չունի, կոմպլեքսներ չունի, կարիերան ստեղծված է, արդեն 19 տարեկանում կարիերան ունի, ամեն ինչ կյանքում է հասել է երեխա ունենալու պահը։ 19-ից 40 տարեկանում որ տարեկանն է ամենաօպտիմալը լինելու, որպեսզի նա հղիանա։ Եթե մենք խոսում ենք առողջական առումով, մոտարապես 24-25 տարեկանը իմ համար այդ այն օպտիմալ տարիքն է կնոջ կյանքում, որ ինքը կարա երեխա ունենա, բայց քո նկարագրածը էլի ինքը ռեալիստիչն չի, որովհետև այստեղ պետք է հասկանալ, որ ես օրինակ այս վերջերս ունեցել եմ պացիենտ, որը 23 տարեկան էր եւ ինքը եկավ, իր անտիմյուլլերի հորմոնը լրիվ ցածր էր, անտրալ ֆոլիկուլ ամեն կողմից 2 հատ էր եւ ինքը ձվարանների հյուծման համախտանիշ ուներ 23 տարեկանում։ Այսինքն
էլի, հա, մենք խոսում ենք sense ինչ-որ թվերից, բայց շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ սա շատ սուբյեկտիվ է եւ ամեն կին ինքը իր համար պետք է որոշի, երբ է իր համար ճիշտ ժամանակը երեխա ունենալու եւ մենք գինեկոլոգները, գիտնականները, ուրոլոգները անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ կոմֆորտի հարցում ձեզ օգնենք։ Այսինքն տանք ձեզ հնարավորություն, որ դուք եւ կարիերա էլ կարողանաք ստեղծեք եւ երեխա էլ հասցնեք ունենաք եւ դա անեք ձեզ հարմար ժամանակահատվածում։ Դեստեղ շատ հետաքրքիր զրույց է, որովհետեւ տարիքով մարդիկ ասում են դե պետքա շուտ հղիանալ 20 տարեկանում, բայց իրանք ապրել են մի երկրում, որտեղ կարիերա ստեղծելուն երեխան չէր խանգարում, տունը պետությունը նվեր էր տալիս, կրթությունը անվճար էր, աշխարհ չկար, որ մարդիկ ճամփորդեին, այսինքն, չգիտեմ, Բաթումի ծովափերը, մեկ էլ Օդեսայի նավահանգիստներ սահմանափակվում կարելի էր այցելել երեխեքի հետ նույնպես, իսկ մենք ապրում ենք մի դարում, որտեղ 20 տարեկան, 22 տարեկան զույգը եթե ամուսնանա, նույնիսկ տուն վարձելը արդեն իսկ պրոբլեմատիկ է լինում, ու այդ տարիքում հղիություն պլանավորել երեխաներ ունենալ իմ համար հերոսություն է։ Իմ համար բոլոր մեծ տարիքում հիմա երեխա ունեցող մարդիկ իմ համար այդքան հերոս չէ, որ ասում են ողոյ հերոս են երեխա ունեցել, այլ են ջահել երեխեք, որ 19-20 տարեկանում երեխա են, ու իրանք են հերոս։ Որտեվ իրանք հղիանում են մի հատ դարաշրջանում, որտեվ իրանք ոչ մի ձևով հասարակություն չի թողում, որ իրանք մեծանա, որովհետեւ մեծանալու համար պետք է ռեսուրսներ, իսկ իրանք դեռ ես որ ինձ հիշում եմ 19 տարեկան, որ հիմա լեյ այն տարիքում լեյ պապա, ես 19 տարեկանում լոֆթում ռեփ էի կարդում, իշ պապա։ Ու այդ հարցադրումները, խնդիրները միշտ լինել են իրանց մոտ։ Ինձ թվում է, սա իհարկե շատ ավելի փիլիսոփայական հարց է, քան բժշկական, որովհետև այստեղ տարբեր կողմերից մենք կարանք մոտենանք հարցին։ Միակ բանը, որ ես կուզենայի ավելացնել քո ասածին, որտեվ լրիվ ճիշտ ես ասում, դա всё-таки այդ սոցիալնի բուլինգն է։ Ֆեմինիստկան իմ հետ համաձայն է։ Во-первых, ես չեմ սիրում, երբ որ դու տենց տոնայնությամբ ես ասում ֆեմինիստկան։ Չէ, ոդ բան է, հա, ֆեմինիստկան։ Ջոգիկ ֆեմինիստկան իմ հետ համաձայն է, լավ, ուրիշ տոնայնությամբ ասա։ Ֆեմինիզմը, եթե իրան նայում ենք ճիշտ կողմից, ինքը լավ բան է։ Ու եւ չի ասում, որ տղամարդն ու կինը հավասար են ու նույնն են։ Հա, օքեյ։ Դուք ունեք ուրիշ սեռական օրգաններ, մենք ունենք ուրիշ, կակ մինիմում տարբեր ենք։ Վերադառնալով իմ մյուս ասածին, միակ բանը, որ ես կուզենամ ավելացնեմ, որ իմ համար կարևոր է, որ էլի աուդիտորիան ձեր լսի, դա այն է, որ փորձել մաքսիմալ մենք լինելով այս հասարակության մի մասնիկ այդ բուլինգը չանենք զույգերին եւ ընդհանրապես կանանց, ասելով բանորություն չունես, բա երբեք երեխա ունենալու, բա ու հաշվի առնելը, որ այդ զույգը կարող է գնում է տուն, չգիտեմ, այդ ամսվա հոսանքի գումարը չի հասցրել, մուծի ինչ երեխու մասին է խոսքը, երբ որ կամ կարող է խնդիր ունեն, չեն կարողանում երեխա ունենալ։ Այդ հարցը շատ լուրջ է ինձ թվում է մեր հասարակության մեջ ու ես չեմ հոգնում դրա մասին բարձրաձայնել ու խոսել։ Ես նույնիսկ հումոր ունեմ, որ մի քիչ մեր զույգերը որ գալիս են մոտս կաբինետում զրուցելուց, ասում եմ ինչքան վաղ տա երեխա չեք ունենում, դա ասում եմ 2 տարի, ասում եմ 2 տարի ամեն դաշտանին լացում է։ Ես ախր պատկերացնում ես, հա, շատ տխուր է, երբ որ ցիկլը սկսում ես, կինը սկսում է այդ ցիկլը ոչ թե ինչ որ իր համար առօրյա է, այլ սկսում է ստրեսով, որովհետև այս ամիս էլ չստացվեց, լացած, ստրեսային, ինքը իրոք այդպես զույգի վրա ազդող մեխանիզմ է ու էդի ստիպում է նաև զարգանալու ստրեսային անպատղությանը, որովհետև ստրեսը նույնպես բերում է անպատղության։ Երևի մենք գնալով կապացուցենք ստրեսի ավելի ֆիզիոլոգիական դերը ու թե ինքը ոնց է ազդում այդ ամեն ինչի վրա։ Վստահաբար։ Ես գիտեք ինչ ծափեր է։ Այս ծափերով ծնվում է Spin Ideas Agency նոր պրոյեկտը Spin Ակադեմիան։ Դու օրինակ ուրոլոգ ես ու ամբողջ կյանք անում ես թլպատում կամ հաստոցաշինական գործարանում հաստոցի առաջ ես աշխատում, ասում ես Տեր Աստված, բայց ինձ պետք էր մի հատ նորմալ մասնագիտություն չկա, որ ես ունենամ։ Եկել է ժամանակը, որ դու օրինակ Spin Ակադեմիում սովորես graphic design, YouTube marketing, YouTube producing կամ SMM, ձեռք բերես նոր know-how մասնագիտություն, հանձնես քննություն, ստանաս սերտիֆիկատ, line networking ձեռք բերես ու դրա հետ մեկտեղ ունենաս աշխատանքային պրակտիկա ու նաև աշխատանքի առաջարկ։ Տենում ես այս հեռախոսի համարը։ Այո, պաուզատուր, գրի, զանգի, արի Spin Academy ու սկսի քո կյանքի նոր ուղին։ Իսկ ես գնամ թլպատում անեմ, քանի Spin Academy-ից ինձ հետ չեն զանգի։ Չորրիս պիսիկ են գցի առաջ։
Իդեպ նորից ուզում եմ շեշտեմ, մեր բոլոր հաղորդումները նկարվում են Spin IDS Agency մասնակցությամբ, գլխավորությամբ եւ հայրական կրիոսնիածեցությամբ, հա, տենց կարելի է եթե կիրառել։ Spin IDS Agency-ն այսօր թողարկում է հայկական YouTube-ի սեգմենտի հաղորդումների մեծ մասը, որոնցից ամենասիրվածը իհարկե Medcast-ը։ Շարունակենք։ Հիմա լավ, այս սիզիպիզի թեմաները, ասեք, սամպտղություն բան թողենք մի կողմ, անցնենք լուրջ թեմաների։ Անցնենք անկոլոգիային դեմ չեք, չէ, սկսենք քննարկել քաղցկեղի թեման, որովհետև ոնց որ ասեցին, քաղցկեղը շատացել է։ Թեմատիկայով էր զարգացումը գնում, մեր սիրելի բժիշկներից մեկը Արտեմ Վիչսլավիչը վերջերս Եվրոպայի գինեկոլոգիայի ասոցիացիայի համար գրեց շատ հետաքրքիր հոդված, որը հրապարակվեց ձվարանի քաղցկեղով հիվանդների մոտ անպտղության բուժման զարգացման մասին։ Դու այդ տեսանկյունից ինչ կասես, բրիտանացիները ուր են հասել, երբ որ երիտասարդ կինը հղիա ու դրա հետ մեկտեղ պայքարում է ձվարանի քաղցկեղի դեմ։ Նայ, էլի այս հարցը մի քիչ դժվար է ինձ տենց խորը պատասխանել, որովհետև սոտքի նման кейսերով զբաղվում են ավելի օնկոլոգ գինեկոլոգները, իսկ ես այդ ուղղությամբ չեմ աշխատում, բայց այստեղ ես կուզեի շատ շեշտադրել այն փաստը, որ էլի բժշկությունը շատ առաջ է գնացել ու նույնիսկ տենց кейսեր ա եղել եւ մենք այս վերջերս հենց լեկցիա ունեինք ձվանի քաղցկեղով պացիենտ կա էր, որին եւ երեխային փրկեցին եւ իրան հետո փրկեցին եւ նաեւ կարողացան ձվարանները հյուսվածք պահպանել առողջ ու հետագայում երևի լսել եք Ճապոնիայում հիմա նոր բաներ են անում, հետազոտություններ են անում, որ այդ հյուսվածքն են աճացնում, փորձում են, то есть այդ հələ հաստատված չի, բայց իրանք նաև դա են փորձել անել Անգլիայում, տեսնենք թե ինչ կլինի, նաև ցողունային բջիջներով են մշակում, լիքը բաներ են անում։ Դա իմ մասնագիտականը չի, դրա համար ես դրա վերաբերյալ ավելի խորքային կարծիք չեմ կարող ունենամ։ Սրա հարցում կուզենամ նաև ավելացնեմ էնդոմետրիոզով Նայ այդ հարցը տայր էնդոմետրիոզով պացիենտներին ոնց են վերարտադրողական առողջությանը վերաբերվում, այստեղ կուզենամ նշեմ, որ ցավոք սրտի ես կհավատաս ուրոլոգ աշխատելով ամենաչսիրածս հիվանդությունը էնդոմետրիոզն է, երբ որ կինը գալիս է մոտս կոնքային ցավային համախտանիշով ու երկրորդ հարցս էնդոմետրիոզ ունես թե չէ ու դու ինքը ասում ես այո դու արդեն չես հաշկում իր ցավերը միզային համակարգիցը թե էնդոմետրիոզից որովհետև գրեթե կարելի ասել անբուժելի ծանր դիսկոմֆորտ պատճառող ընթացքով հիվանդություն ենք։ Այո, ուստեղ ինչն եմ ուզում նշել, ես այս վերջերս մի քանի кейս եմ ունեցել պացիենտների, որոնց վիրահատել են ձվարանները էնդոմետրիոզով առանց մինչ այդ մտածելու այդ կնոջ ռեպրոդուկտիվ հետագա պլանների եւ առողջության վերաբերյալ։ Օրինակ Անգլիայում գոյություն ունի պրոտոկոլ, ըստ որի եթե դու մեծ էնդոմետրիոիդ կիստա ես մտնում վիրահատելու, մինչև այդ պարտադիր ինքը ռեպրոդուկտոլոգի մոտ է գնում, արվում է ձվարանների խթանում, պահվում է եւ այլն, նոր ինքը մտնում է վիրահատության։ Ուրիշ ձև չունես, որովհետեւ ինքը հետագայում կարա ունենա այն խնդիրը, որ ինչ որ խնդիրներ առաջանա իր հետագա վերարտադրողական առողջության հետ։ Դրա համար դա մտել է արդեն իրանց պրոտոկոլների մեջ։ Եվ ես շատ կուզենամ, որ մենք սկսենք Հայաստանում էլ էնդոմետրիոզին մի քիչ ավելի լուրջ վերաբերվել եւ հասկանալ ինչ հետագա վտանգներ ինքը ունի եւ մտածել այդ աղջիկների ու կանանց ապագա ռեպրոդուկտիվ ֆունկցիայի մասին։ Դե էնդոմետրիոզը, ինչ է էնդոմետրիոզը, ով գիտի դալիճից, բացի բժիշկներից։ Հա, ինչա երբ որ արգանդի հյուսվածքը աճում է լրիվ ուրիշ օրգան համակարգերում, լրիվ ուրիշ օրգան տեղ ուղեկցվում է անդուր ցավերով, մնացած դիսկոմֆորտ երևույթներով, իսկ ոնց բուժել իրան ինչ կարելի անել։ Էլի նոր հետազոտություններ կան եւ ցավոք սրտի էլի Մեծ Բրիտանիայի գիտնականները հորինել են նոր դեղորայք։ Մեծ Բրիտանիայի չէ, բրիտանացի։ Մեծ Բրիտանիա, մենք դեռ պատկերացնում ենք անգլիացի չի կա, ուելսցի գիտնականներ։ Ինչի՞ շատ լավ ուելսցի գիտնականներ, հա։ Ահա։ Էլի հիմա մտել է իրանց մոտ նոր պրոտոկոլների մեջ նոր դեղ էնդոմետրիոզի, որը ես դեռ չեմ փորձարկել իմ պացիենտների վրա, որտեղ ինքը չկա Հայաստանում, հուսանք շուտով կլինի, բայց ինչա դեղի անում։ Ու ինչ է ինքը անում, որովհետև ինքը դեռ գրանցված չի Հայաստանում։
Այդ մի 20 տարի չի գրանցվի։ Չէ, կգրանցվի։ Ես հուսով եմ, որ կգրանցվի, որովհետև բավականին լավ էֆեկտ է Նայ, տալիս։ Հայաստանում դեղը լավ էֆեկտ ունենալը ու դեղը գրանցվելը Հայաստանում իրար երկու կապ չունեցող երևույթներ են։ Հայաստանը միակ երկիրը, այսի խնդրեմ եթեր էլ գնա։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ առաջին անհրաժեշտության դեղերը գրանցված չեն։ Որովհետև քիմիոպրեպարատ, երբ որ հիվանդին դու ասում ես տարական ինչ-որ Zoladex, ինքը պետք է ընկնի մանգա մասիվի զեյթունի կամ չգիտեմ եսին որտեղի ճղճղմած ապտեկաները, որտեղ Պարսկաստանից ինչ-որ մեկը իր ֆուրե ավտոյի մեջ փաթաթած բերել է, որովհետև գրանցում այնքան է բարդացել, որ արտադրող ֆիրման ասում է դուք էլ ձեր 3 միլիոնանոց շուկան էլ։ Հայաստանում դեղ գրանցել ավելի բարդ է, քան լսում եմ ձեզ։ Քանի որ թեման ավելի քան լրջացավ ու էնդոմետրիոզին եկավ, իսկ իմ շրջապատում ես շատ հարազատ մարդիկ ունեմ, ովքեր շատ խորացված էնդոմետրիոզ ունեն եւ ես ունենալով իբր կապեր, գտնելով դապիտին գրելով, մյուսին զանգելով, մյուսից հարցնելով, լավագույն բժիշկների մոտ եմ ուղարկել այդ մարդկանց, բարեկամներին, քույրերին, ընկերուհիներին։ Միած այն ստատիստիկա ունեմ, որ Հայաստանում էնդոմետրիոզ չեն բուժում, մարդիկ միանգամից ուղղորդում են արգանդի հեռացման։ Ես չեմ համաձայնվի դրա հետ։ Ես բացարձակ դրա հետ չեմ համաձայնվի, որովհետև ես ունեմ շատ ֆանտաստիկ լավ գոլեգաներ, որոնք շատ ճիշտ գարմանալի բուժում են անում։ Ես ունեմ գոլեգաներ, որոնք մալաինվազիվ Անուններ կտաս։ Նույն Կարենն իմ շատ սիրելի իմ հրաշալի պրոֆեսորը։ Կարենն Արուստամյան, ես միշտ բուժում եմ գարմոններով, ես մաքսիմալ հետաձգում եմ ցանկացած վիրահատական միջամտություն, բայց երբ որ գալիս է ժամանակը վիրահատական միջամտության, իհարկե դա ցուցում է։ Այո։ Իդեպ եւ Չէ, ես դրա հետ էլ համաձայն չեմ։ Կա 4-րդ ստադիայի էնդոմետրիոզ այլանդակ ցավերով, որը դուք չեք կարա սպասեք մինչև ինքը դառնա 40 տարեկան։ Կստացի մի հավելում մեր YouTube-յան հաղորդումը բավականին լուրջ է։ Մենք հումորներ ունենք արանքը, բայց ինքը լուրջ հաղորդում է։ Հա, ես ու Դավիթը մանավանդ։ Հա։ Մոմշական Սյանուշը ասեց շատ լավ պոդքաստ էր, զուգահեռ ստենդափ էր, այսինքն ստացվեց ամյա ստենդափ շոու։ Следующий мой стендап-концерт будет в Олимпийском. Իդեպ հետաքրքիր փաստի մասին, ես ուրեմն ստենդափ կարիերա էի որոշել կառուցել, իմ ամենամոտիկ ընկերներից մեկը Arm Comedy Սիրոգը ինձ տարավ ստենդափի открытый միկրոֆոն, ելույթ ունեցա սաղին դուր եկավ, ասի ֆանտաստիկ է, սա էլի եմ մատերիալ գրում գամ, ու ինչ եղավ հաջորդ օրը պատերազմ սկսվեց, ու դրանից հետո սաղ ստենդափ կլուբերը մի 2 տարով փակվեցին Հայաստանում։ Ահա։ Այո։ Շնորհավորում եմ իրանց, ես չեմ ասում դա։ Ես պրոստը մի քիչ իմ բնույթով, ես ուղղակի իմ բնույթով մի քիչ կոնսերվատոր եմ այդ առումով։ Ես ուզում եմ ընդհանրապես դաժե անպատվության դիագնոստիկան անելուց 35-ից բարձր մենք սկսում ենք արդեն ոչ թե մի տարի հետո, այլ 6 ամիս հետո, որովհետև մեկը ռիսկը բարձր է։ Հիմա անկեղծ եք ուզում ասեմ, ես պապա դառել եմ 30-ում, ես կուզեի պապա դառնալ 20-ում։ Հա։ Ահա։ Ամուսինը կարար 60 էլ լինել, թեմա չի մեր տղեկի հարցում, հա։ Ոչ, այդ սխալ է։ Ես մեծ սիրով 40-ում կտամ, այսինքն ես կհետաձգեի, եթե այս գաղափարից լինենք, հետաձգեի 40-ում։ Չէ, ես շուտ կունենայի։ Բայց Որտեվ ասեմ, երբ որ դու ձյուկ ես խաղում 31-ում, մեջ կտ ավելի է ցավում, քան 20-ում։ Հիմա համարվում է նույն Անգլիայում, որ միայն անտիմյուլլեր հորմոնը շատ քիչ ինֆորմացիա է տալիս։ Դա պետք է նայվի ընդհանուր անտիմյուլլերը, FSG-ն, բանը, անտրալ ֆոլիկուլների քանակը ամենակարևորը, հա, էնդոմետրիումի վիճակը, որպեսզի որոշենք կինը կարա ունենա երեխա, թե չէ, ասեք։ Ձեր անտիմյուլլերը որ ասացիք, ինձ շատ հարազատ մի մարդ, անտիմյուլլերը շատ ցածր էր, Հայաստանի բոլոր ռեպրոդուկտոլոգները սուրոգատ մամային խորհուրդ տվել, դոնորական ձվաբջիջ, շուտով դուրս կգա պոդքասթ մեր աստվածային Ռիփսիմե Գամլետովնայի հետ, իրան շատ սիրում եմ, IVF Life կլինիկայի գլխավոր բժիշկն է, Ռիփսիմե Գամլետովնաս այդ մարդուն ասեց, հələ գնա փորձի մի քիչ էլ ու արդեն էդի միշտ կա, ու այդ մարդիկ երկրորդ ամսին հղիացան, հա, դուք եք Ռիփսիմե Գամլետովնայի դպրոցն անցե։
Բայց այդ շատ ճիշտ է։ Ուզում ասեմ, բժշկի ճիշտ խորհուրդն էլ էլի, այստեղ մեծ դեր ունի, երբ որ 5 ռեպրոդուկտոլոգ նույն բանը ասեցին ու Գրիգորյան ուրիշ բան ասեց, այդ մարդը հղիացավ։ Իդեպ շուտով ոդկասթը նկարվել է արդեն, դու սա գալու Ռիփսիմե Գամլետովի հետ։ Ես լրիվ համաձայն եմ Դավիթի ասացի հետ։ Այդ միշտ այդ վերայտնեսը կա։ Այո։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ հղին ցավերի մեջ տապակվում է ծննդաբերության ժամանակ։ Որովհետև եկեք մենք հասկանանք մի բան։ Ես ինքս ծննդաբերել եմ էպիդուրալով։ Բացարձակ երբևից է արդեն 10 տարի է ծննդաբերությունից ասած։ Ալիսան 10 տարեկան է։ 2003։ Դրա համար պետք են լավ անեստեզիոլոգներ։ Այլ ոչ թե կնոջը ստիպել, որ տանջվի։ Դրա համար կներես, բայց մենք պետք է մի բան հասկանանք, այստեղ էպիդուրալի դնելը այդ նորից ակուշերը պետք է գրագետ լինի, իմանավ երբ է դնում էպիդուրալ կան, պետք է անեստեզիոլոգը լավ լինի, մենք չենք խոսում վատ բժշկական ծառայության մասին, մենք խոսում ենք էպիդուրալ անեստեզիայի մասին, նորմալ էպիդուրալ անեստեզիան ֆանտաստիկ բան է եւ ինչի համար կինը պետք է տանջվի, եթե կարելի է իրան օգնել։ Պլյուս որ քեյսեր կան, որ էպիդուրալը մենք դնում ենք ոչ թե ցավազրկելու համար, այլ լրիվ ուրիշ բաների համար։ Ամեն ինչից կարա սրտի կանգնել։ Կարա մի բան ասեմ։ Ահա, կարա նաև աղջիկը ծննդաբերի ցավից ունենա սրտի կողմ, ախից, ծննդատան վատ հոտից։ Այո, պետք չի դրան սպինալ անզգայացման տարբեր տեսակներ կա, այստեղ ուղղակի մտնում են էպիդուրալ տարածություն, այդ պրոստը անատոմիա է, էլի։ Ինչ եմ ուզում ասեմ, անցավ լյուբոյ միջամտություն բժշկական այդ թվում ծննդաբերությունը, մեռելածնությունը խի ժամանակին շատ այդ հարցը ոչ մեկ չի ուզում ասի, խի այն հղիները մահանում վիրահատական սա այդ հարցին ոչ մեկ չի նայում, էպիդուրալը վնաս է։ Այդ նույնն է, ոնց որ ես մտնեմ երի կամ հեռացնեմ, ասեմ նարկոզ մի տվեք, դե լավ, մեր վաղ նարկոզ չկար։ 10 հիվանդից 9 մեռնում էր, բայց մեր վաղ նարկոզ չկար։ Եվ ընդհանրապես ես դաժե նապը չեմ սիրում դնել առանց ներերակայնի, որտեվ ես չեմ հասկանում այդ տենդենսը մարդկանց տանջելու։ Եթե փորձեցիր իրան ցաված իստերիկա սկսեց, խելոք, հանգիստ 10 րոպեով քնացրեցիր, դրեցիր, ուղարկեցիր մարդուն տուն, ինչի համար տանջել կանանց։ Այդ այնց ես խոսք եմ տալի մյուսին անպայման անեստեզիոլոգ հրավիրեմ։ Ու այս սաղ հարցերի պատասխանները մենք իրար հետ քննարկենք նարկոզից, այն որ նարկոզից հիշողությունս կորավ։ Թե 20 րոպեանոց նարկոզը հեչ, այն որ ինքը բանը 30 տարի ամետ տող չի կարդացել գրքի մեջ, էդի մեջ որ նարկոզը ոնց է անդրադառնում։ Շատ հաղորդումներն շատ կարևոր տարբեր հարցեր, որոնց շրջանակում բժիշկները միշտ խորհուրդ են տալիս առաջին անգամ բնական ճանապարհություն դարձնել, եթե եզանի ստացություններ չկան։ Ես հասկանացի, որ սրա հետ կապ ունի նաև տարիքը, որ տարիքից սկսած գինեչունի ընդունությունը, այսինքն ինքը վերնալ է Քրինա Կեսարյանի, ու արդյոք ինքը պատրաստ չի բնական ճանապարհ երախանալու, բժիշկը իշխանով մի շագերտավոր իրավունք ունի, իրեն բացատրելու, այս մի քիչ շարալու հետաքրությունից, ու հետո հետևանքների համար պատասխան։ Ես միշտ այս հարցին, որ պատասխանում եմ, ասում եմ մի կարևոր բան։ Եթե կինը որոշել է, որ ինքը ունենալու է կեսարյան հատումով, ինքը ունենալու է կեսարյան հատումով, որովհետև ոչ մի բան իր վրա չի ազդելու։ Եթե ինքը ունի այդ պանիկան, եթե ինքը իրան տրամադրել է, դաժե եթե ինքը որոշի ծննդաբերի, ինքը այնքան է պանիկա անելու, overthink անելու եւ այլն, որ վերջում մենք իրան տանելու ենք կեսարյանի։ Բայց ուղղակի ստե ուզում եմ մի բան ասեմ, եթե կինը առանց բժշկական ցուցումի որոշել է գնա կեսարյանի, դեմ չեմ, բայց դրա համար թող պետությունը չվճարի։ Չէ, ես դեմ եմ, այստեղ գալիս է ուրիշ բան։ Այստեղ գալիս է այն, որ մենք էլի կրթության հարցը, այնքան են վախացրել, այնքան են այդ ուժասցիկները պատմել, այնքան իրականում լինում է кейսեր, որ կինը շատ տրավմատիկ ծննդաբերություն է ունենում ու դրանից հետո ասում է, կյանքում էլ ինքնուրույն չեմ ծննդաբերի։ Ու էլի գալիս ենք դրան, շատ հաճախ այնքան են վախում ցավազրկումից, որ չեն անում դրա համար տրավմատիկ ծննդաբերություն են ունենում, դրա համար հետո գնում են կեսարանի, իսկ կեսարանը վիրահատություն է, եկեք չմոռանանք, հա, ինքը ունի իր բարդությունները, ինքը ունի իր ցուցումները եւ դա պետք է լինի կյանքի ցուցումով վիրահատություն, հա, ի սկզբանե դրա համար է ստեղծվել, ոչ թե որ ես պրոստը սենց պարկեմ, ինձ վիրահատեն, երախուն հանեն, տան ձեռս։ Ես в любом случае բոլոր իմ պացիենտներին, երբ որ ես վարում էի հղիներ, հիմա ես պարզա չեմ վարում հղիներ, երբ որ ես վարում էի հղիներ, ես փորձում էի առաջի օրվանից
տալ ուղակի ճիշտ ինֆորմացիա, բացատրել, որ այդ ուժաստիկները ճիշտ չեն, որ ցանկացած սիտուացիայում էլի դա ոնց որ վերջնական լուծում կարա լինի, մենք միշտ էլ կհասցնենք դա անենք, то есть փորձել տրամադրել ինքնուրույնին։ Ասում եմ, սա էլի գրագիտության ու կրթության հարցն է, որը մեր մոտ մի քիչ պակասում է, միֆերն են եւ այլն։ Եթե մենք դա իջացնենք, մեր կեսարանի մակարդակը տոկոսը կիչնի, որտեղ ինքը կատաստրոֆիկ բարձր է։ Եվ չգիտեմ լսել եք թե չէ, Թուրքիան որոշել է արգելի կեսարան հատումը, որովհետեւ իրանց մոտ ինքը հասել է 60%։ Մոտ էլ է այդքան։ Հա, պրոստը Մեր մոտ էլ է շատ։ Բոլորին տանում է, ես չեմ հասկանում, ինչի էկո արած ինքը վիրահատությունը, այն բնական միջոց է, Աստծո կողմից տրված մարդ արարածին բնական միջոց է։ Դե ինչ սիրելիներս, ես էլ երկրորդ մեր live special-ներ Loft-ից ձեր այդ բժիշկ Դավիթ Տոնոյաններ, բաժանորդագրվեք մեր YouTube-ին, Instagram-ներին, անի Instagram-ին եթե բաժանորդագրված չեք, այս ամիս կունենաք դաշտանի ուշացում, բայց թեստը բացասական է լինելու։ Ձեր այդ Medcaster Spin Ideas Agency-ին եւ ինչպես նաեւ Loft-ը, որտեղ դուք կանցկացնեք ձեր երիտասարդության լավագույն րոպեները, իսկ դե վճարում եք ընդամենը րոպեների համար։ Առողջ եղեք։